Հանրային ռադիոյի եթերում Վերնատուն մշակութային ծրագիրն է, ձեզ հետ Մերի Մուսինյանն է, բարի օր սիրելի ունկնդիրներ։ Յուրաքանչյուր սերունդ գրականության իր ռիթմն ու շնչառությունն ունի։ Ընթերցանության միջոցով մենք իրականում որոնում ենք ինքներս մեզ, ապրում ինքնաճանաչողության եւ միաժամանակ ինքնահերկման բացառիկ պահեր։ Գրքի առաջ մենք ասես համրանում ենք, մտնում ենք մի աշխարհ, որտեղ վայրկյաններ անց նույնանում ենք հեղինակի, կերպարների, գրքի տրամադրության ու երաժշտության տողատակերում թափառող զգացողությունների հետ։ Յուրաքանչյուր նոր գիրք, որ ծնվում է գրողի մտքում ու հետո դրվում մեր սեղանին, մարտահրավեր է, ինքնաճանաչողության ու ինքնավորոնման մարտահրավեր։ Գրող Արամ Պաչյանն այս օրերին հանրությանն է ներկայացնում իր նոր վեպը։ «Ցտեսություն ծիտ» վերնագրով գիրքը մի քանի օրից կհայտնվի Երևանի գրախանութներում։ Արամ Պաչյանը 29 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան։ Նա առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին գրական թերթում, հետագայում պատմվածքները տպագրվել են հայկական գրական մամուլում։ 2009 թվականին Արամ Պաչյանի պատմվածքներն ընդգրկվել են Արդի հայ արձակի անթոլոգիա ժողովածուում։ 2010 թվականին Արամ Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար։ Արամ Պաչյանը ամենաընթերցվող երիտասարդ հայ գրողներից մեկն է։ Գրողի նրա գրիչը զգայուն է ու բաց նյարդով։ Նրա հերոսները գալիս են մանկությունից, չափազանց զգայուն են, երբեմն խոցելի։ Նրանք երազ ունեն եւ Արամ Պաչյանի հետ միասին թափառում են անիրական ճամփաներում երազի հետքերով։ Այդ օրը գրասենյակ գնալու փոխարեն դու գրկել ես ծտին, գնել 2 շիշ վիսկի, վերցրել պայուսակդ ու Բաբայան փողոցի կանգառից նստելով 72 համարի դեղին ավտոբուսը, իջել ես վերջին կանգառում ու սևորակ մռայլ քարերի վրայով 1 ժամ քայլելով հասել ծովի ափ։ Լուսաբացի դեռևս չհեռացող պուտիկավոր մշուշի մեջ դու ու ծիտը կողք կողքի քարացել եք ծովի այս անմարդ ափին, նայում եք, թունդ վիսկին խմում ես կում-կում, վրայից մանր խճաքարեր ու լպրծուն խեցիներ լցնելով բերանդ, որոնք ծնոտների թույլ շարժումներից լավ չեն ծամվում։ Փոքրիկ ծովահենը մոտենում է աննկատ, ձկնորսական կարթը ձեռքում պինդ բռնած հանկարծակի ցցվում է դիմացդ։ Ձուկ բռնելու այդպիսի փոքրիկ կարթ կյանքումդ առաջին անգամ ես տեսնում։ Գրիչի չափ է, ձեռքերդ վեր ասում է տղան, կարթը ճակատիդ պարզելով։ Ես աշխարհի ամենաչար ծովահենն եմ, ինձ մի օտանի, մի աչքանի արջ են ասում։ Ես արջի նման ուժեղ եմ, որ տվել եմ, նա կարթը հպում է ճակատիդ, թաթիկը մի փոքր դողում է։ Քեզ ով է իրավունք տվել իմ ծովին նայել, հն։ Խմացությունդ երեխայից կոծկելու համար փորձում ես չնայել նրա աչքերին։ Շոյում ես ծտի մեջքը, որ մռլ տալով հոտոտում է ու պոչը քսում արջի ոտքերին։
մտածելակերպը, իմ աշխարհը, որն այդքան էլ տեսանելի չէ, նույնիսկ ինձ համար։ Առաջին հատվածը երևի թե բոլոր գրողները կարող էին ասել, որտեղ իսկապես բոլորը իրենց սեփական էսթետիկան եւ, չգիտեմ, միտքն ու աշխարհն են բերում, բայց որ այն տեսանելի չէ նույնիսկ իրենց համար, դա բոլոր գրողների համար կարելի է չասել։ Ուզում եմ մի քիչ բացես այդ միտքը, ինչ նկատի ունես։ Ինձ համար, ինչպես մարդու մարմինն է օրգանիզմը, այդպես էլ նրա զգացողությունները եւ միտքը համարյա ամեն օր տրանսֆորմացիաների են ենթարկվում, կապված իրադրությունների հետ, կապված այն մարդկանց հետ, որ առօրյայում շփվում է, եւ այդ տրանսֆորմացիաները, երբ որ բերում ես արձակ դաշտ եւ տեքստ ես տանում, նախնական տեսքը լիովին փոխվում է ինձ համար եւ ընթացքում նոր սկսվում են բացահայտումները, այսինքն այն մաքուր ձևը, որը ստեղծվում է քո գիտակցության մեջ, լեզվի միջոցով փոխանցվում է թղթին, կարծես թե այն չի ստացվում, որը որ կար քո մեջ, եւ հենց այդտեղից է սկսվում է ինձ համար բացահայտումները, որ ես ասել էի, որ տեսանելի չէ, այո, տեսանելի չէ շատ ժամանակ, որովհետեւ այնինչ պլանավորել էի, այդպես չի ընթանում եւ այնինչ մտածում էի, այդպես չի ընթանում, այսինքն սկսում են նոր բաներ մտածել, նոր պատկերներ են գալիս, չգիտես որտեղից եւ ինչու։ Քո գրականությունը երազի ու իրականության մի տեսակ այսպես խառնուրդ է։ Տողեր, որոնք կարող են շատ իրական ու ռեալ թվալ, ընդամենը 1-2 տող հետո հանկարծ մի անգամից չես էլ հասկանում ինչպես բոլորովին մեկ այլ սահմանում ես հայտնվում, եւ շատ դժվար է գտնել այն իրական սահմանը, որը տարանջատում է, եթե պայմանական բառերով ասենք, իրական կյանքն ու երևակայական կյանքը։ Ինձ հետաքրքիր է ուղղակի որպես մարդու, այդպես ես ապրում, այդպես ես ընկալում աշխարհը, որը հենց դառնում է քո գրականությունը, թե դու միայն գրականության մեջ ես այդպեսին։ Կարող եմ անկեղծ ասել, որ ամեն առավոտ, երբ որ ես բացում եմ իմ աչքերը, իմ մոտ շփոթմունք է եւ չգիտեմ ինչ որ գիտակցական շփոթմունք է, կենսաձևից է գալիս, բայց ես մի պահ լրիվ կորցնում եմ ինձ եւ չեմ պատկերացնում ինչու, երբ եւ որտեղ, եւ ինձ պետք է մի 2 ժամ, 1 ժամ, որ հասկանամ իրականությունը ըմբռնելի լինի ինձ համար, եւ գրականությունը այդպիսի մի տարածք է, որտեղ որ ես ասես ասեմ ինքնահոսության եմ տրվում եւ բաց եմ թողնում սկապանքները եւ իմ երևակայության եւ իրականության հորինվածքի այդ սահմանը փորձում եմ ջնջել, չգիտեմ ինչքանով ստացվում չեմ կարող ասել, բայց դեռևս գոհ չեմ, ինձ թվում է ինչ որ մի սահման կա, էլի որ կա իմ տեքստերի մեջ։ Կարծում եմ, որ երբ որ այդ սահմանը չլինի, երբ որ իրականությունից չտարբերեմ տեքստը, այդ ժամանակ գուցե ավելի հաջողվի։ Արա, միտքն ու լեզուն կռվի մեջ մտնում են քո մոտ։ Այդ դու քիչ առաջ ասացիր, որ երբեմն այնինչ պլանավորվել էր եւ նախապես մտքում գրվել էր, թղթին դա չի հանձնվում եւ լրիվ այլ ընթացք է ստանում։ Հնարավոր է, որ լեզուն է կռվի ելնում մտքի հետ։ Հետաքրքիր է, որովհետեւ ես սկզբում փորձում եմ այն նախնական ձևով գրել, որը որ հայտնվում է իմ երևակայության, այսինքն մտքի արտադրանքը հետաքրքիր է, բայց քանի որ փոխվում է նյութը, այսինքն դա պատկեր չէ, դա լեզու է, դրանք բառեր են, իհարկե կռիվ կա անպատճառ եւ իմ դեպքում կարծում եմ այդ խնդիրը խորն է, որովհետեւ ես փնտրում եմ իմ լեզուն եւ շատ դժվար է այսօրվա իրականության մեջ, կարծես թե իրականությունը նույնպես չի ենթարկվում մեր լեզվին, չի դառնում գրականություն, շատ դժվար է այսօրվա իրականությունը դարձնել գրականություն, դրա համար այնտեղ շաղախումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում էլ փորձ է արվում նոր լեզու ստանալ, գոնե փորձ է արվում։ Արամ Պաչյանի ստեղծագործություններում պատկերների, իրավիճակների անվերջ հոսք է, եւ նրա ռիթմին հաղորդ ընթերցողը ամենալուսավոր բացահայտումները կարող է անել։ Նրա արձակը ենթագիտակցական տարածքում է, հաճախ անժամանակ ու անտարածություն։ Երբեմն հենց պատկերներն այնքան կտրուկ են փոխվում, որ տարածության ու ժամանակի սահմանը իսկապես տարբերել հնարավոր չէ։ Շարքային ընթերցողի համար ոչ այնքան սովորական իրավիճակ։ Ես ճշգրիտ մտածողություն չունեմ, իմ միտքը ճշգրիտ երբեք չի աշխատում, եւ երբ որ ես մտածում եմ, կտրուկ շրջադարձներ են տեղի ունենում, հանկարծ ես նախադասության ընթացքում կամ իմ մտքի ընթացքում փոխվում է։ Ես չեմ փորձում կոկետություններով կամ ինչ որ ասեղնագործությամբ մոնտաժ անեմ։ Իմ մոնտաժները միշտ կտրուկ են եւ արագ են եւ անհասկանալի են նույնիսկ ինձ համար, որովհետեւ էլի եմ ասում, իմ միտքը նույնպես այդպես է աշխատում։ Ոչ
Ոչ ոք բացի այդ ձեռքից քեզ չի ընդունել այնպես, ինչպես որ կաս, քեզ ընդունել են այնպես, ինչպես որ չկաս, դրդել են հենց սկզբից կեղծավորության ու քծնանքի, փորձել են շեղել պատրաստին, ստիպել են դառնալ բարի, ստիպել են, բայց երբեք ցույց չեն տվել, խաբել են քեզ, որ դու ամենալավն ես, այնինչ դու ամենավատն ես, որ քո ճշմարտությունն է, սովորեցրել են չմեղադրել, այսինքն հաշմանդամության, սովորեցրել են աշխատել ու աշխատել, աշխատել ու աշխատել, աշխատել, որ կյանքը դառնա անասնական ու անզգա անշարժություն, դու վերջացած էգոիստ ես, որովհետև գնահատում ես միայն այն ձեռքը, որ շոյել է գլուխդ, նախամարդու բնազդային անկեղծությամբ, առանց սեթևեթանքների ծառի ձայնով, որ առավոտյան հարցրել է. լավ ես, բարձրանում ես կոճխին, ծովի ամայի ափին թավալվող բարձր ալիքներից, մերթ գլորվում է ավազների վրա, մերթ ճոճվում ալիքների գագաթին։ Խոսենք քո այս օրերին լույս ընծայվող վեպի մասին, որի անվանումն է «Ցտեսություն ծիտ»։ Պատմիր մի քիչ վեպի մասին։ Կոնկրետ վերնագիրը Հերոսի հետ է կապված եւ Հերոսի, այսպես ասած, մյուս անունն է, որի տակ ինքը թաքցնում է իր իրական կերպարը եւ ինչու ցտեսություն, որովհետեւ երբ որ հրաժեշտ ես տալիս, միշտ հույս կա, որ հետ ես վերադառնալու եւ այնտեղ կապված է եւ մանկական աշխարհի հետ եւ այն ինչ որ տեղի ունենում հերոսների հետ եւ մահվան հետ, այսինքն մինչեւ մահը երիտասարդ մարդիկ ի վերջո ինչ են տանում եւ ինչ տեսան այս աշխարհում այդ կարճ ժամանակահատվածի ընթացքում։ Քանի տարում ես գրել։ 2009 թվականին սկսել եմ եւ 12 թվականին ավարտել եմ։ Ես սկսել եմ գրել բանակից վերադառնալուց հետո Նաբոկովն ասում է, որ եթե դու հարցերի պատասխաններ ունես, անպայման դիմիր քո մանկությանը, իսկ իմ համար դա անզուգական եւ նույնիսկ ցավոտ մի աշխարհ էր, որտեղ որ ես անընդհատ փորձ եմ անում վերադառնալ, որտեղ էլի մանկությունը նախնական ինչ որ հանճարեղության եւ մաքրության մի վիճակ է, որը որ նույնիսկ շիզոֆրենիային մոտիկ իմ համար զգացողություն, որտեղ այնտեղ պատկերները, իրերը եւ հարաբերությունները, նույնիսկ խոսքը եւ ծնողներիդ խոսքն ու լրիվ ուրիշ կոնտեքստում է հնչում եւ նույնիսկ ձայներն են տարբեր։ Անընդհատ քո գլխավոր հերոսների կողքին երեխաներ կան եւ հաճախ քո ասելիքը հենց այդ երեխաների հայացքի մեջ է կամ ասված խոսքի մեջ։ Հետաքրքիր է, որ շատ ժամանակ երբ որ մանկությունը արդեն հեռվում է, մտածում ես, որ հենց այս կյանքն է կարևոր եւ սա է ամենագիտակից կյանքը, որ դու ապրում ես եւ զգում ես, բայց տարօրինակ է, որ մանկությունը դա հսկայական մի փուլ է, որտեղ որ շատ բաներ են տեղի ունենում եւ շատ կարեւոր բաներ են տեղի ունենում եւ նույնիսկ աշխարհի ճանաչողության հետ կապված, որը հետագայում մոռացության է ենթարկվում։ Այդ հերոսների մեջ քեզ ես դրել։ Իհարկե, ես կարող եմ ասել, որ ինձ եմ տեսնում, որովհետև, չգիտեմ, դու աչքերդ բացում ես եւ տեսնում ես քո ծնողներին, տեսնում ես այն բոլոր գործողությունները, որ նրանք անում են, այն բոլոր մարդիկ, ում հետ իրենք շփվում են եւ թեկուզ տանը բնակարանում, որտեղ որ ինչ որ ինտերիեր կա եւ դա շատ խոր տպավորություն է թողնում քո աշխարհի վրա, օրինակ մեր տանը պաստառ կար, որը որ անտառ էր, իմ համար մի հատ, չգիտեմ, անբացատրելի աշխարհ էր, որտեղ որ ես կարողանում էի մերձենալ այդ անտառի հետ, այնտեղ անընդհատ ես հեծանիվով փորձ էի անում մտնել այդ անտառը եւ հետաքրքիր էր, որ հիմա որ մտածում եմ եւ հիշում եմ, դա իրական է իմ համար, այնտեղ անիրական ոչ մի բան չկար, ես իրոք ինչ որ հետաքրքիր շփումներ ունեի, անշոշափելի ու անտեսանելի, որոնք որ իրական զգացողություններ էին իմ համար, երբ որ շատ մարդկանց պատմում ես, մի տեսակ չեն հավատում կամ ծիծաղել է իրենց համար, ինձ համար դա իրոք ֆանտաստիկ մի աշխարհ էր։ Հայրիկը վիրաբույժ է եւ այն ժամանակ եւ մինչեւ հիմա էլ մեր տունը շատ հիվանդներ էին գալիս եւ նա խնամում էր եւ հետո տանում էր վիրահատության եւ շաբաթ-կիրակի օրերը մենք գնում էինք եւ մտնում էինք յուրաքանչյուր հիվանդասենյակ, հայրիկը ինձ վերցնում էր իր հետ եւ տանում էր եւ գիտեք իմ վեպը ես նմանացնում եմ նրան, երբ որ հիվանդ մարդը ծանր հիվանդ դրությամբ փոքր երեխային տեսնում է եւ ցավերը մոռանում է եւ փորձում է նրան նարինջ հյուրասիրել, խնձոր հյուրասիրել եւ այդ ցավի մոռացման ակնթարթ է որ դու ուզում ես որ դիմացիդ մարդուն երջանկացնես այն երեխային, որ քեզ տենում է այդ իրավիճակում, ես ուզում եմ որ վեպում այսպիսի մի զգացողություն փոխանցվի, չգիտեմ ինչքանով կստացվի, բայց երազանքը որ այդպիսի մի զգացողություն փոխանցվի եւ նույնիսկ հետագա մյուս բոլոր գործերում եւ իմ արարքներում վեպը հենց հիացմունքի զգացողության կորստի որոնումների մասին է, այն հիացմունքի, որը որ հարազատ էր հենց մանկական աշխարհում, այսինքն երբ որ ես դուրս
դուրս էի գալիս փողոց կամ առավոտյան շուտ վազում էինք եւ տեսնում էինք, չգիտեմ, երկինքը, արևը, որ շարժվում է, դա մեզ համար ֆանտաստիկ հիացմունք էր, երբ որ ճնճղուկներին էինք տեսնում, բայց քանի որ ժամանակի ընթացքում առօրյա կյանքում մտնում ես առօրյա կեցության մեջ, զգացողությունը գնալով կորում է եւ դու աշխարհին շատ սովորական ու պարզ եւ սկսում ես հատակին նայելով հոսնել կամ ապրել։ Երբ մարդը կորցնում է հիանալու զգացողությունը, թույլ տուր չշարունակեմ, թե դա ինչ է նշանակում ընդհանրապես իր համար։ Նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջան է եւ մարդը սկսել է շատ ժամանակ անցկացնել էկրանի մեջ եւ արևը նրան չի հետաքրքրում։ Այո, եւ վիրտուալ իրականության մեջ, այսինքն իր փորձը ամբողջովին կապ ունի արդեն վիրտուալ իրականության հետ։ Այդ փորձը ոչ թե վիրտուալ տարածքից դուրս են, վիրտուալ տարածքի մեջ է եւ այս հարցը շատ ցավոտ հարց է ինձ համար, որովհետեւ ես չգիտեմ որտեղ եմ այլևս երջանիկ է այնտեղ թե իրական կյանքում։ Ես իրական կյանքում մենակություն եւ դատարկություն եմ զգում, փորձ եմ անում գնալ եւ ինչ-որ իմ հետաքրքրությունները կամ ինչ-որ հիացմունքի երանգները գտնել Facebook լավ սոցիալական կայքում, բայց ես հասկանում եմ ինչ-որ լուրջ դատարկություն եւ խորացավ է սկսվում իմ մոտ Facebook-ում, չգիտեմ ինչ պատճառով, որտեղ անդադ ինչ-որ դատարկ ինֆորմացիաների հոսք է կամ լիքը ինֆորմացիաների հոսք է, շատ նկարներ են, բայց դրանք շոշափելի չեն ինձ համար։ Դրանք իմ մարմնի եւ իմ զգացողությունների հետ դեռևս շփում չունեն եւ ես փորձում եմ դուրս գալ այնտեղից, հասեն գնալ, չգիտեմ, այգի, դուրս գալ փողոց, շփվել խոսքը ընկերներից հետ, որոնք որ խոսում են եւ որոնք կարող են քեզ ձեռք տալ, շփվել քո հետ։ Արամ, ցտեսություն ծիտը կարելի է ասել, որ ինչ որ առումով ինքնակենսագրական տարրեր ունի իր մեջ։ Կարծում եմ, որ այո, ինքնակենսագրություն կա, ուղղակի մի փոքր թաքնված, մի փոքր սառցետ բեկորների տակ, անտեսանելի, անշոշափելի, որտեղ փորձեմ արել ես շատ բաներ ճակատային խոսել, շատ բաների մասին։ Արդյոք ընթերցողի համար նոր Արամ Պաչյան է սպասվում։ Կարծում եմ բովանդակության առումով ինչ որ կար պատմվածքներում, այստեղ նույնպես արծացում են նույն մենակության զգացողությունը, նույն օտարացման, նույնիսկ սոցիալական խնդիրների երկրում առկա ճգնաժամի եւ դրա համար հենց ձևի առումով իրոք շատ փնտրտուքներ կային իմ մոտ եւ հենց ձևն էր շատ ժամանակ թելադրում բովանդակությանը, այսինքն ես փորձ էի անում կորցնել եւ հեղինակին եւ այնտեղ պատմող տղաներին, փորձում էի այնպես անել, որ տեքստը հենց պատմի եւ այդ պատմողները վերանան։ Վեպը գրվել է որպես երաժշտական եւ կուզեի հնչել որպես երաժշտական մի կատարում, որը որ ունի ակորդներ, ինձ համար ավելի կարեւոր են վեպի ոչ թե ամբողջականությունը, իհարկե ամբողջականությունը կարեւոր է, բայց ինձ համար կարեւոր են դետալները։ Ուղղակի ուզում եմ գլուխս դնել Սառա ապակուն, պատուհանի Սառա ապակուն հենելու զգալին վերադարձը դեպի նրան, որովհետև դու քնած ես, այ գժուկ աղջիկ, իսկ ես վերադառնում եմ Զորամասից, իմ վերադարձը քո մարմնի հիշողությունն է, իսկ մարմինդ վերադարձիս կամքը, ու ես շոյում եմ հոսող լույսի մեջ գծված մերկուսդ, հոսող լույսի տակ սեփյուրի հետ սահում շապիկիդ տակով, փաղաքշելով ու քսվելով մաշկիդ, ճանաչելով նրա բովանդակ շնչառությունն ու խելքահան անող բույրը, որ լուսաբացի խորհրդավոր շողերի պես ներծծվում է թմրած էությանս մեջ, թափանցում դուրս հորդում կամ պայթում ներսումս, գրկելով մեր անցյալն ու ապագան, մեր բոլոր չգրկած օրերը, իսկ դու ավելի ես կծկում քո նուրբուսը, ու ես կաթնամշուշի մեջ այդ կծկման շարժումից հանկարծ որսում եմ կրծքովդ անցնող մեղմ ալիքը։ Տեղեկացնեմ, որ Արամ Պաչյանի նոր գրքի «Ցտեսություն ծիտ» վեպի շնորհանդեսը կկայանա Սիրահարների այգում մայիսի 5-ին ժամը 3-ից 6-ը։ Այսօր այսքանը սիրելի ունկնդիրներ, ձեզ հետ Մերին Էրմուսինյան, կհանդիպենք հաջորդ երեքշաբթի, մինչ նոր հանդիպում։